Բարի երեկո, հանրային քաղաքական շրջանակների ուշադրության առանցքում շարունակում է մնալ նախագահական ընտրություններից Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Այս համատեքստում Սերժ Սարգսյան, Ռաֆֆի Հովհաննիսյան նամակագրությունը, այս համատեքստում ազգային ժողովում շրջանառվող հայտարարության նախագիծը, որ հեղինակել են հանրապետականները։ Հիմա սրանց ավելացել են նաև դեսպանների հայտարարությունները Civitas հիմնադրամում, որոնք շատերի կարծիքով կարիք ունեն ոչ միայն ուշադրության, այլ նաև պատասխանի եւ իհարկե կառավարության որոշումը Պարուր Հայրիկյանի բուժման համար միջոցներ հատկացնելու մասին։ Սա երկրի հարցը ծրագիրն է, ես այսօր զրուցելու եմ Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար, հիմա ազգային ժողովի падգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ։ Բարի երեկո, պարոն։ Բարի երեկո։ Դուք ազգային ժողովում հիմա Ազատ դեմոկրատներն եք ներկայացնում, Ժառանգություն Ես Ժառանգության խմբակցության անդամ եմ, ֆորմալ առումով խմբակցությունից դուրս գալ չեմ կարող, Ազատ դեմոկրատներ կուսակցության անդամ։ Շատ լավ։ Բայց առաջին հարցը ուզում եմ ձեզ տալ որպես Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարած մարդու, խոսքը վերաբերում է դեսպանների արած հայտարարություններին Civitas հիմնադրամում։ Ինչպես եք դուք վերաբերում այս հայտարարություններին, սրանք նորմերի խախտում են, թե ոչ, սրանց պետք է արձագանքել, ինչպիսի արձագանք պիտի լինի, ինչ մակարդակով, եթե իհարկե գտնում եք, որ պետք է արձագանքել։ Ինքը ձևաչափը թերևս տարօրինակ է, սա աննախադեպ է, երբևէ չի եղել, որ միանգամից մի քանի երկրների դեսպաններ համատեղ ասուլիս տան եւ նման սուր գնահատականներ հնչեցնեն, ավելի ընդունված տարածված ձև է եղել, անշուշտ Հայաստանում բազմիցս եղել են մարդու իրավունքների խախտումներ, որոնք մտահոգել են տարբեր երկրների դիվանագետների, ավելի նախընտրելի է եղել մինչ օրս, որ առանձին զրույցներում շեշտադրումներ են եղել, հստակեցվել է մոտեցումները եւ ինչ-ինչ քննադատություն դա հրապարակային չի արվել, եթե եղել են դեպքեր, 1-2 դեպք անշուշտ կհիշենք, սակայն այսպիսի միահամուռ մոտեցում կարծում եմ տարօրինակ ձևաչափ է եւ հավանաբար կարիք կա պարզաբանումներ Ձևաչափի համար պարզ է, ասում եք, տարօրինակ է այն առումով, որ նախադեպը չի եղել մի քանի երկրների դեսպաններ եւ միանգամից նման կոր, իսկ հայտարարությունների բովանդակության մասով Բովանդակությունն է, գիտեք, եթե խոսքը գնար, որ այդ բոլոր դեսպանատները միասին հանդես են եկել որպես համահիմնադիրներ Civitas հիմնադրամի, այդ դեպքում հասկանալի կլիներ այդ համատեղ ասուլիսը։ Դրանցից յուրաքանչյուրը հավանաբար ինչ-ինչ ծրագրեր է ֆինանսավորել, ինչի իրենց իրավունքն է եւ վստահաբար չեմ կարծում, որ այդտեղ խախտումներ կան։ Այլ հարց է Վարդան Օսկանյանի հանդեպ սա քաղաքական հետապնդում է թե ոչ, բայց նման իրոք սուր գնահատականներ տալը բոլոր դեսպանների մի քանի դեսպանների։ Հա, թվում է դա մի քիչ չափազանց սուր է եւ աննախադեպ։ Կարծում եմ արտգործնախարարությունը պետք է փորձի պարզաբանումներ ստանալ։ Նաև այսպիսի տեսակետներ կան, որ սա կարծես միջամտություն է երկրի ներքին գործերին, համաձայն եք։ Որոշ չափով այո։ Անշուշտ մենք շատ ենք ասում, որ մարդու իրավունքները սահմաններ չեն ճանաչում եւ եթե մարդու իրավունքների ոտնահարումներ են, ապա այդ մասին պետք է բարձրաձայնել։ Ուղղակի կարծում եմ, եթե առանձին լինեին տարբեր դեսպանների տարբեր հարցազրույցներում անդրադարձներ, դա ավելի նորմալ, ավելի ընդունելի կլիներ։ Սա ոնց որ դեմարշի ձև է կրում այդ միտեղ հավաքվելը եւ միասին հարցերին պատասխանելը։ Հիմա պաշտոնական Երևանը այսպես անորոշության մեջ է մինչև այսօր որևէ արձագանք կարծես թե չկա։ Չգիտենք, մենք գուցե արտգործնախարարությունը իր բաներով, կանալներով հարցը բարձրացրել է, չեմ կարծում, որ միշտ արժի մենք հանրային քննարկման առարկա դարձնենք, անշուշտ արտգործնախարարը պետք է որ դեսպանների հետ զրույց ունենա։ Զրույց ունենա ինչ ասի։ Ու իր գնահատականը, ես որպես ընդդիմադիր գործիչ, հիմա ճիշտն ասած դա իմ խնդիրը չէ, իր գնահատականը, եթե գտնում է, որ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, պետք է այդ մասին հայտարարի, բայց նախկին արտգործնախարար եք եղել, ասենք դուք եք արտգործնախարարը հիմա։ Նո, ասենք որ մեր ժամանակ նման արտարոց դեպք երևի քիչ է եղել, եթե լիներ, անշուշտ կհրավիրեի եւ կասեի, որ պետք չէ միջամտել ներքին գործերը։ Բայց ժամանակին դուք էլ ասում եք, որ փողերի լվացման գործը իրականում քաղաքական ենթատեքստ ունի եւ այսինքն եթե
մի կողմից հա որ դեսպանները ինչու պիտի խառնվեն, հա, բայց մյուս կողմից նաև ձեր տեսակետին համահունչ է, որ սա Չանշու սա քաղաքական ենթատեքստ ունի եւ ես ուղղակի հիշում եմ, որ երբ ինձ էր նույնպիսի մեղադրանք, նույն արտգործնախարար Վարդան Օսկանյանը այն ժամանակ այդքան այդ հարցերով ոչ էլ հետաքրքրվում էր եւ չէր համարում դա արտառոց դեպք։ Կարծում եմ մենք որպես Հայաստանի քաղաքացիներ բոլորս իրավունք ունենք ասելու, քննադատելու, պահանջելու ԱԱՑ-ից, որ թափանցիկ հետաքննություն լինի, բայց դիվանագետների ֆունկցիաներից մի քիչ դուրս է մնում նման գործողությունները մեկնաբանելը հրապարակային։ Հետաքրքիր է, որ էլի առիթ եղել է նշելու Հայաստանի Հանրապետության պատմության մեջ երկու արտգործնախարարներ մեղադրվել են նույն հոդվածով, հա, փողերի լվացմանը, սկզբում դուք էիք փող լվանում, հետո Վարդան Օսկանյանը։ Հաջորդ հավանաբար Էդվարդ Նալբանդյանն է։ Հա, նայած հանգամանքներն ինչպես կտասավորեն։ Իսկ ձեր գործը փակվեց, ավարտվեց, վերջացավ։ Կասեցված է, ոնց որ շարունակվում է։ Ես սպասում եմ Եվրոպական դատարանից։ Գործի Եվրոպական դատարան։ Արդեն մտել է վճռի փուլ եւ կլինի վճիռը մոտ ապագայում։ Հավանաբար մեր կառավարությունը էլի պիտի միջոցներ նախատեսի։ Կարծում եմ, այո։ Շո շատ չեն այդ միջոցները նման դեպքում։ Շատ են, բայց դա էլ ահազանգ պետք է հանդիսանա, որպեսզի ուրեմն դատավորները գիտակցեն, որ իրենք հանդես են գալիս հանուն Հայաստանի Հանրապետության եւ վարկաբեկում են Հայաստանի Հանրապետությունը։ Իրենց վճիռներում պետք է փորձեն անաչառ լինել։ Լավ, այս հարցը ձեզ որպես նախկին արտգործնախարար հաջորդը որպես էլի մի ժամանակ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ չէ, ճիշտ եմ հիշում։ Հիմա տեղեկություններ կան այն մասին, որ ՄԱԿ-ի որոշ գրասենյակներ, ծրագրեր տեղափոխում են Ստամբուլ։ Ձեզ ինչ է հայտնի այս մասին եւ ինչ հետևանքների կարող է սա բերել։ Ընդհանրապես արդեն տևական ժամանակ է, տարիներ շարունակ քննարկվում է ապակենտրոնացումը ՄԱԿ-ի գրասենյակների։ Գիտեք, ՄԱԿ-ի գրասենյակ կա Ժնևում, Վիեննայում, Կինշասայում, տարբեր մայրցամաքներում եւ սա նորություն չէ։ Թուրքիայի կառավարությունը արդեն 10 տարի կլինի պայքարում է, որ որոշ գործակալություններ տեղափոխվեն Ստամբուլ, Գերմանիան է պայքարում նաև Բերլինում տեղակայելու համար։ Դա նորմալ գործընթաց է, ուղղակի անշուշտ մենք հասկանում ենք, որ մենք կնախընտրեինք, որ Թուրքիայի նման երկիրը, որը դեռևս չի ընդունել պատմական իր մեղքերի պատասխանատվությունը, դերևս դժվար է, որ մեզ համար ընդունելի լինի, պետք է փորձենք մենք այս մեր մոտեցումը հայտնի դարձնենք եւ պարտներներ գտնենք միջազգային հանրության մեջ, որպեսզի նման որոշում չկայացվի։ Եթե նման մտադրություն կա այստեղ մեր թերասման բաժինը կա, թե մենք այստեղ որևէ բան Ոչ, դա գիտեք, Թուրքիան իր դերակատարությունը աշխարհում եւ միջազգային հարաբերություններում փորձում է բարձրացնել իր դերը, իր տեղը, եւ դա դրսևորումներից մեկն է, ցանկանում եմ միջազգային մի մեծ կազմակերպություն հյուրընկալել, որով էլ ավելի կբարձրացնի իր բանը։ Մեր նպատակն է հասցնել մեր արգումենտները եւ բացատրել ինչու ենք մենք դեմ։ Հիմա տարբեր, այսպես ձևակերպումներ են հնչում, հա, հակասություն ՄԱԿ-ի սկզբունքների եւ այլ քայլի միջև, ՄԱԿ-ի սկզբունքներն ուր եւ գրասենյակները ծրագրերը Ստամբուլ տեղափոխելն ուր կամ հանուն Թուրքիայի ՄԱԿ-ը դավաճանում է ինքն իրեն։ Չէ, ես կարծում եմ դա որևէ բոլորս իրավահավասար ՄԱԿ-ի անդամ երկրներ ենք։ Երևանը, եթե ցանկություն ունենա Երևանում որևէ գրասենյակ հյուրընկալի, նույնպես պետք է աշխատի եւ կգա ժամանակ, երբ մենք ի վիճակի կլինենք նման նախաձեռնությամբ հանդես գանք։ Սա տարածված բան է, բոլոր երկրներն էլ փորձում են որևէ ՄԱԿ-ի ծրագիր տանեն իրենց երկիր, դրանով իրենց երկրի կշիռը բարձրացնեն եւ ավելի ակտիվացնեն, ՄԱԿ-ն էլ իր հերթին փորձում է ապակենտրոնացնել, ինչով ավելի Իսկ եթե տեղափոխվի, սա մեզ համար միայն, ասեմ այսպես, հոգեբանական հարթության մեջ է, հոգեբանական բանի մեջ է, թե ռեալ մեզ համար բացասական հետևանքներ կարող միայն հոգեբանական, որովհետև այնուամենայնիվ սա միջազգային չինովնիկների կազմակերպություն է, որտեղ քվոտաներով նշանակվում են տարբեր երկրներից։ Այդտեղ սպասարկող անձնակազմը կարող է թուրքերից
բաղկացած լինի, բայց բոլոր նույն քվոտաներով, ինչպես Ժնևում կամ Վիեննայում ենք աշխատում, նույնը լինելու է այնտեղ։ Եթե մեր կազմակերպությունները աշխատում են ՄԱԿ-ի այս կամ այն գրասենյակի այս կամ այն ծրագրի հետ, նշանակություն չունի, թե դա Ստամբուլում է գտնվում, թե մեկ այլ։ Որևէ նշանակություն չունի տեխնիկական տեսանկյունից։ Այս օրերին նաև խոսակցություններ գնացին, չգիտեմ տեղյակ եք թե չէ, Երևան-Վան չվերթը էլի քաղաքական խնդիր էր կարծես դարձել, հա, քաղաքական շարժումների հիմա խոսում են, որ Թուրքիան չեղյալ է հայտարարում։ Ոչ պաշտոնական որևէ բան արձագանք չեմ տեսել, բայց չեմ բացառում, որ Թուրքիայի կառավարությունը հաճախ է հանդես գալիս այնպիսի հայտարարություններով, որ անհասկանալի են եւ ցույց են տալիս, որ ցանկություն բարելավելու մեր հարաբերությունները ոնց որ թե չունեն։ Դե սա ներկայացվում էր որպես էլի բարի կամքի դրսևորում, չգիտեմ ինչ, որ տեսեք, մենք փորձում ենք բան, հիմա երբ որ արդեն կարծես թե շոշափելի պիտի դառնար, նորից հետընթացել։ Սա պետք է դիտարկվեր զուտ տուրիզմի զարգացման ուղղված բիզնես ծրագիր, որը նույնիսկ այդ առումով Թուրքիան էլի քաղաքականացնում էր, էլի ներկայացնում էր որպես երկու երկրների, որ բարի կամքի դրսևորում է, լավ։ Հիմա վերադառնանք Հայաստան, հա, մեր խնդիրներին, այսօր այս ամենատակ թեման, որ շրջանառվում էր, քննարկվում էր սոցիալական ցանցերում, չգիտեմ ինչ աստիճանի, հա, կառավարության հերթական որոշման մասին էր Պարուր Հայրիկյանի բուժման նպատակով միջոցներ հատկացնել ավելի քան 20 միլիոն դրամ։ Սրան ինչպես եք վերաբերվում։ Ինքը գումարը այնքան կարևոր չէ, նախ մաղթում եմ շուտապույտ ապակինում պարոն Հայրիկյանին եւ եթե անհրաժեշտություն կա դուրս բուժում անցնելու, կարևոր է միջոցներ գտնելը, բայց դա իրոք մի քիչ զարմանալի որոշում է, որովհետեւ դեպքեր են լինում, երբ ասում են մենք ավտոբուսները արտաբյուջետային գումարներից են գնում կամ այն գործողությունները, որոնց հենց վրա պետք է ծախսվեն հարկատուների հավաքած գումարները չեն ծախսվում եւ ասում են արտաբյուջետային է, իսկ այս հարցում, որ ցանկացած օլիգարխ կարող էր այդ հարցերը հոգար բարի կամք դրսևորեր, հա, եւ ինչպես եւ արվում է շատ դեպքերում, մի քիչ արտառոց է, որ կոնկրետ մի անձի կապ չունի անձը, հա, ասենց որ շարունակենք, կարող է օրենք Պարուր Հայրիկյանի մասին ընդունենք, դա մի քիչ այնքան էլ ճիշտ չի։ Արձագանքներին ծանոթ եք սոցցանցերում։ Ես փորձեցի սոցցանցերում տեսա, որ շատ զավեշտալի պատմություններ են արդեն։ Սարկազմով արդեն որ արտառոց է ինքը իրոք, ես հիշում եմ, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարում էր, որ այս ավտոբուսները մենք բյուջեից չենք բերել եւ այս մեքենաները, որոնք պետք է մաքրեն փողոցները մեզ արտաբյուջետային գումարներով, ինչ էր խանգարում այդ արտաբյուջետային գումարներով Պարուր Հայրիկյանին ուղարկել բուժման եւ այսպիսի աղմուկ չլիներ։ Իսկապես մեծ աղմուկ բարձրացավ։ Լավ, հիմա կանք ներքաղաքական իրավիճակին հանդարտվում է, չի հանդարտվում, ինչ է տեղի ունենում։ Նայած ինչի հետ ենք համեմատում։ Եթե համեմատենք 2008 թվականի հետ, շատ հանդարտ իրավիճակ է։ 5 տարի առաջ այս օրերին մենք ունեինք մարտի 1-ի սպանդից հետո շոկից դուրս եկող նոր հասարակություն, հարյուրավոր բանտարկյալներ, մամուլը նոր սկսում էր վերաբացվել, ազատությունները վերադարձում էին, հասարակությունը պարակտված էր, շատ հիմա մի քիչ ավելի հանդարտ իրավիճակ է, սակայն դժգոհությունը կա անշուշտ։ Հա, բայց տարբերությունը այն էր, որ այն ժամանակ կենաց մահու պայքար էր, կոշտ պայքար էր, կոշտ հռետորաբանություն էր, փոխադարձ անհանդուրժողականություն էր, հիմա այն soft power-ն է, հա, փափուկ։ Համաձայն եմ, բայց դա նույնպես գալիս էր իշխանությունից, իշխանությունը այդ հռետորաբանությունը սկսեց կիրառել անցյալ անգամ, այս անգամ այդքան էլ համաձայն չեմ, ընդդիմության կողմից էլ ի սկզբանե ընդդիմությունն էր որդագրել ավելի շատ կոշտ հռետորաբանություն։ Տեսեք, մի բան է հրապարակում ինչ որ մարդ ելույթ ունենա, մեկ այլ բան է H2-ով ֆիլմեր ցուցադրեն վարկաբեկող տեխնացուներից մեկին եւ այդ ֆիլմերը մի քանի անգամ կրկնեն նախընտրական փուլում գնում էր հակաքարոզչություն։ Այս ընտրությունները դրանով են տարբերվում, որ որևէ հակաքարոզչություն չկար, մամուլը ազատ էր, որևէ խոչընդոտ չկար։ Հիշում եք, դա կոչվում էր DVD-ների հեղափոխություն, ոչ մի հնարավորություն չկար ինչ որ միտք հասցնելու։ Այդ առումով էապես տարբերվեց այս ողջ նախընտրական
փուլը։ Այլ հարց է, որ վերջին պահին ընտրության օրը, այսինքն ամեն ինչ նորմալ էր, ընտրության օրը իշխանությունը վերարտադրվեց իրեն ուրեմն հարիր ձևով, հա, կեղծելով ընտրության արդյունքները։ Շատ կարևոր էր, որ հասարակությունը եւ ժողովուրդը ընդհանրապես ցույց տվեց, որ մեզանից բոլորից իմաստուն եւ խոհեմ է եւ որ քաղաքական գործիչները, որոնք ասում էին ոչ մի բոլորը հաշվարկել էին, որ մրցակցություն չկա, բոլորը հաշվարկել էին, որ ամեն ինչ կանխորոշված է, բոլորը հաշվարկել էին, որ քննադատում էին, որ ինչպես կարելի է ասել, որ մասնակցել է պետք եւ այլն, բայց ժողովուրդը ինքը ցույց տվեց, որ ի հեճուկս քաղաքական գործիչների ինքը իրենով որոշեց ով է միասնական տեխնացուն, ով ավելի շատ հնարավորություն եւ քվեարկեց։ Հիմա ճիշտ է, որ անձերն են տարբեր եւ Ռաֆի Հովհաննիսյանի մոտեցումներն էլ շատ ավելի բան են, մեղմ են եւ ինքը ընդհանրապես որևէ արճակատման, որևէ սրացման չի ուզում տանի, ինչը երևի թե ողջունելի է։ Եվ բայց դա ենթադրում է նաեւ երկխոսություն, բանակցություններ եւ շատ կարեւոր է այդ նամակագրությունը Հիմա նամակագրության մեջ չեք նկատում, որ բայց արդեն վերջին օրերին կարծես տոնայնությունների փոփոխություն կա, հավանականությունը ստես, որ այդ երկխոսությունը բանակցությունը տեղի կունենա։ Գիտեք, տոնայնության նույնիսկ հեգնանք կա, հեգնական բաներ կան, սա բավականին հետաքրքիր որպես էպիստոլար ժանր ուսումնասիրելու առումով բավականին հետաքրքիր է, բայց կարծում եմ երկու կողմն էլ գիտակցում են, որ դատապարտված են բանակցելու։ Շատ կարևոր է, որ մինչև ապրիլի 9-ը լինի որևէ հանգուցալուծում։ Շատ դուրեկը չեմ կարծում գեղեցիկ կլինի, եթե ապրիլի 9-ին լինի երկու զանգված, հա, լինեն մարդիկ հրապարակում եւ լինի մարդկանցից հեռու արարողություն, դա ոչ մի լավ բան չի տա այստեղ։ Այսօր կա իրավիճակ, երբ ընդդիմությունը պետք է պահանջի ստանալու վերահսկողական փաթեթ իշխանության ձևավորման կամ իշխանության գործնեության ֆիքսել է պետք այս իրավիճակը։ Դատուկ առևտուր կամ բան չեք համարում։ Ոչ, եթե գնար այն տարբերակով, ինչպես հայտնի քաղաքական գործիչներ արեցին, հա, ինչ որ պաշտոնի, եթե պաշտոն ստանձնելու դիմաց է, դա կլինի առևտուր, բայց եթե ինստիտուցիոնալ լուծումներ գտնենք, որ այլևս ֆիքսվի, որ պետք է գիտակցել, որ այնուամենայնիվ նույնիսկ պաշտոնական տվյալներով 37% դա 550 հազար մարդու ձայն է։ Էլ չասենք մնացած կեղծիքներ չեն անդրադառնում դրան։ Այդ մարդիկ ասելիք ունեն, այդ մարդիկ պահանջ ունեն։ Եվ ուրեմն անվավեր քվեատերտիկները ինչ կան։ Այո, այսինքն մոտ 700,000 ընդհանուր դժգոհություն կա։ Այդ մարդկանց պետք է հնարավորություն տալ վերահսկել իշխանության ձևավորմանը, մասնակցել ձևավորմանը եւ արդեն այլևս չես կարող իմիտացիոն 5 տարի այդ process-ները տանես։ Հիմա պետք է ռադիկալ փոփոխություններ իրականացնել։ Հասկանալի է, բայց մի բան է մնում անորոշ, թե լավ, եթե ասում եք երկու կողմն էլ դատապարտված են երկխոսության։ Եվ ընդհանրապես այսօր կարծես օդում էլ մթնոլորտում էլ այնպեսի իրավիճակ է, որ եւ իշխանությունը եւ ընդդիմությունը եւ հասարակությունը գտնում են, որ իսկապես լավագույն լուծումը կլինի երկխոսելը, լավագույն լուծումը կլինի միասին ընդհանուր հայտարարի գալը, լուծումներ գտնելը։ Հիմա այդ կարևորությունը, որ նայում ես, հետո այն հարցը, որ հնարավոր չի լուծել, որտեղ հանդիպենք։ Գիտեք, մի քիչ ճիշտ ասած դժվար է, քանի որ ես մաս չեմ կազմում այս ամեն ինչի, ոնց որ կողքից։ Չէ, հետաքրքիր է, կողքից հայացքը ավելի հետաքրքիր, որովհետեւ ասած են, չասենք բայղուշություն։ Չէ, գիտեք ինչ, հիմա եթե հանրապետական լիներ, պետք է ասեր, բայց ախր երկրի կարևորությունը, այս խնդիրների կարևորությունը դուք պատկերացնում եք, գնանք Ազատության հրապարակ նստենք խոսենք, կամ սրճարանում քննարկվելի է։ Մնացածը տեխնիկական հարցեր են, այդ օպերայի հրապարակը, Ազատության հրապարակը այնքան լայն հասկացություն է, վերջին հաշվով կարելի է գնալ օպերայի դահլիճում նստել եւ խոսել ներսում շենքի, որևէ մեկը չի կամ ֆիլհարմոնիայում, չգիտեմ, կամ սրճարանում, դա պետք չէ ֆիքսվել դրա վրա, պետք է այստեղ այլ հարց է, որ չգիտեմ, թերևս մոտեցումների տարբերություն կարող է, ես որպես բանակցող, ես գտնում եմ, որ չի կարելի մաքսիմալ նշաձող հայտարարել եւ ասել նոր կնստեն բանակցությունների, դա ոնց որ բանակցությունը ի սկզբանե բայց դա բանակցությունների ժամանակ այդպես չի որ մաքսիմալ նշաձող սահմանում են հետո բանակցությունների արդյունքում ասենք յուրաքանչյուրը բերում է իր մինիմալին որպեսզի եթե դա կոնֆիդենցիալ բանակցություններ են գուցեև հասկանալի է բայց խոսքը գնում է մարդիկ սպասելիքներ ունեն հրապարակը սպասելիքներ ունի եւ հրապարակի հետ եթե մենք գործում ենք այդ ձևաչափով որ հրապարակը
ամբողջովին մաս է կազմում։ Հրապարակը պետք է պատկերացնի ինչ են պահանջները կազմելիս, նաև պետք է հաշվի նստել այն բաների հետ, ինչը իրոք նախագահի գործող նախագահի իրավասության ներքո է, ինչը ոչ, ինքը նախագահն է նշանակում, թե ազգային ժողովը լուծարումը իրավունք ունի, թե չի իրավական դաշտում լուծում։ Այո, դա որովհետև մենք շատ խոսում ենք օրենքի վերականգնման, մեզանում ասենք այնպես է, որ եթե քաղաքական որոշումը կա, դրա իրավական հիմնավորումները անպայման ցավալի է, որ այդպես է, բայց այդպես է եղել, տարիներ շարունակել այդպես է եղել, էլի։ Ընդամենը ասենք քաղաքական համաձայնությունների խնդիր է եւ քաղաքական պայմանավորվածություն պիտի լինի։ Ազգային ժողովը ինչ դերակատարություն ունի հիմա արդեն որպես ազգային ժողովի падգամավոր։ Դե գիտեք, հենց առաջին իսկ օրը, երբ նստաշրջանը վերսկսվեց, Արմեն Ռուստամյանը պահանջեց, որ արտահերթ նիստ գումարվի կամ հատուկ նիստ գումարվի, որը նվիրված լինի հետ ընտրական զարգացումներին, դա պաշտպանվեց թե ժառանգության, թե ոնց որ Բարգավաճ Հայաստանի կողմից եղան մի քանի ինչ որ քննարկումներ եղան, բայց արդյունքի չբերեցին։ Բացի այդ գիտեք, որ Ռաֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ կապ չունի այդ գործընթացը իր պահանջների հետ, բայց այս վերջին օրերին էլի ինչ հայտարարության տեքստ է դրվել շրջանառության մեջ, ես միայն նախնական տեքստին եմ ծանոթ, որովհետև խմբակցության ղեկավարների մակարդակով քննարկում եմ։ Նախնական տեքստին ես էլ բայց հա, ոնց որ իրենից ոչինչ չասող փաստաթուղթեր, որը ես պատասխանեցի այդ հարցին, ես էլ նախնական տեքստին ծանոթ եմ, պիտի հարցնեի դրանով ինչ է լուծում, ասենք, ես ինչքան գիտեմ, խորհրդարանական ոչ իշխանական ուժերը կոնկրետ առաջարկներ են ներկայացնում, այստեղ ինչ-որ ընդհանուր ձևակերպումներ են։ Այո, սա հայտարարություն հանուն հայտարարության է ստացվում, որը անիմաստ է եւ ոնց որ բոլոր ուժերն էլ ոչ իշխանական դեմ են։ Լավ, հիմա մեր հաղորդման էջերից մեկը, որ կոչվում է անցյալ չմոռացյալ, ենթադրում է անդրադարձ նախկինում ծեր ասած մտքերից մեկին։ Ուրեմն 9 հուլիսի 2009 թվական, ասել եք, եթե անցյալ տարվա փետրվարի 19-ին, խոսքը 2008-ի փետրվարի 19-ի մասին է, եթե անցյալ տարվա փետրվարի 19-ին Հայաստանում քաղաքական ճգնաժամ էր, ապա մարտյան իրադարձություններից հետո սկսվեց քաղաքակրթական ճգնաժամ, հայտարարել է նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը։ Նա նշել է, որ այժմ կարևորագույն հարցը Հայաստանի հետագա զարգացման ուղու ընտրությունն է, վերադառնալ քաղաքակիրթ երկրների շարք, թե ընտրել ասիական բռնապետության ուղին։ Հիմա անցել է քանի տարի։ Նախ ես ճշտեմ, որ դա ասվել է բանում դատարանի դահլիճում, դա իմ դատավարության ժամանակ է ասվել, այսինքն այդ իրավիճակն էլ պետք է պատկերացնել։ Անցել է 3 տարի, փաստորեն մենք հիմա շատ ավելի 4, հա, շատ ավելի մոտ ենք այդ հենց այդ ջրբաժանին։ Այո, մենք հիմա պետք է արդեն ընտրենք, մենք ուզում ենք ասիական տիպի բռնապետություն լինենք, թե քաղաքակիրթ եվրոպական տիպի ժողովրդավարություն։ Հիմա 4 տարի անցել է, նշмарվում է մենք որն ենք ընտրել, ուր ենք ինչ ենք։ Ամենայն դեպս մենք բավականին մոտեցել ենք եվրոպական ուղուն, որովհետև ասոցիացիան պայմանագիրը Եվրամիության հետ մենք արդեն հասցրել ենք վերջնական փուլի եւ հուսով եմ վստահ եմ, որ այս տարի կստորագրվի։ Դա շատ լուրջ առաջընթաց է եւ դա այլևս ուղենիշն է, որով մենք շարունակելու ենք եւ կարծում եմ դրանից հետո արդեն նաեւ այդ մաքսային միության մասին հնարավոր խոսակցությունները արդեն անիմաստ կլինեն, դա Կարծում եք ոչ հեշտ կլինի խոսակցությունները անիմաստ համարել եւ հրաժարվել։ Ну համենայն դեպս արդեն ստորագրելուց հետո շատ դժվար կլինի համադրել այդ երկու գործընթացները։ Ես ասեմ, ես չգիտեմ ինչքանով ճնշումներ կան թե չկան, ըստ գործող նախագահի որևէ ճնշում չկա, հա։ Գործող նախագահն ասում է, որ դրանք մեր շահերից դուրս գալով համադրելի են, մոտավորապես այսպես էս բառացի չեմ հիշում, բայց հայտնի ասուլիսի ժամանակ վարչապետն էլ հստակ մատնանշեց ինչով են դրանք իրար հակասում եւ միջազգային բոլոր շահագրգիռ ուժերը ասում են, որ դրանք համատեղելի չեն։ Ասեմ, ես կարծում եմ, որ Ռուսաստանը հիմա շատ լուրջ ճնշումներ գործադրելու կարիք չունի, որովհետեւ շատ ավելի մտահոգ է Ուկրաինայի եւ Մոլդովայի այդ հարցերով եւ Հայաստանը առաջնայնություն չի, այնպես էլ համարվում է, որ Հայաստանը ավերժ բարեկամ երկիր է։
Կարծում եմ մենք պետք է փորձենք մեր պարտներներին Ռուսաստանի բացատրենք, որ սա զուտ տնտեսական ընտրության խնդիր է եւ դա չի հակասում հայ-ռուսական ռազմատեխնիկական լավ համագործակցությանը։ Խոսքով գտնում եք, որ մենք ավելի շատ դեպի եվրոպական քաղաքակրթություն, քան թե ասիական բռնապետություն, հա, մոտավորապես այսպես։ Համենայն դեպս ըստ քայլերի, հա, մենք ոնց որ ընտրել ենք այդ ուղին, ինչքանով դա հաջողություն կբերի, ժամանակը ցույց կտա։ Դեռևս նոր մատնանշում ենք այն ճանապարհը, որով պետք է գնանք եւ ճիշտ ուղղությամբ ենք մատնանշում։ Փառք Աստծո, կոնե մի լավ բան չտեսանք։ Հիմա հաջորդ էջը, որ կոչվում է իրական հարցեր վիրտուալ տարածքից, սա սոցցանցերից ստացված հարցերն են։ Գայանե Գևորգյան հարցնում է. արդյոք իրենց սխալ վարած արտաքին քաղաքականության պատճառը չէր, որ այսօր փակուղուց դուրս չենք գալիս։ Չէ որ մենք 88 թվականին դուրս եկանք վերամիավորման եւ ոչ Արցախի անկախացման համար, որը բաժանարար գիծ է հայության երկու հատվածի միջև։ Ցավոք Գայանեն հավանաբար չի ուզում հիշել, որ 1988 թվականին մենք ապրում էինք մեկ այլ երկրում։ 1988 թվականին Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը ԽՍՀՄ կազմում էին։ Եվ այդ երկրի ղեկավարությունից Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը պահանջում էր վերամիավորել Ղարաբաղը Հայաստանին, իրավացիորեն մատնանշելով ապօրինի Կովկասիա կավ բյուրոյի որոշումը այդ բանի մաս։ Դրանից հետո շատ զարգացումներ են եղել, անշուշտ ժողովուրդը ոտքի էր կանգնել պաշտպանելու մեր քույրերի եղբայրների պահանջը վերամիավորվել Հայաստանի հետ։ Բայց դրանից հետո փլուզվել է Խորհրդային Միությունը։ Հայաստանը եւ Ադրբեջանը դարձել են անկախ պետություններ։ Հարցն ինքնըստինքյան վերածվել է միջազգային հարցի եւ միջազգային հանրության համար շատ ավելի ընդունելի մեթոդաբանություն է ընտրվել, որը եւ չի մինչեւ հիմա շարունակվում է, այսինքն միջազգային հանրության համար հասկանալի ինքնորոշման, ազգերի ինքնորոշման սկզբունքի իրականացման հիման վրա, քանի որ հակառակ դեպքում դա կարող է դիտարկվել որպես ոտնձգություն տարածքային պահանջ հարևան երկրից, ինչը մերժելի է միջազգային հանրության կողմից։ Դրա համար էլ բոլոր այս 22 տարիների ընթացքում այդ տրամաբանության մեջ է շարունակվել, իսկ Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումից հետո Լեռնային Ղարաբաղը կցանկանա միավորվել Հայաստանի հետ, թե ոչ, դա իրենց որոշելիքն է եւ հիշեցնեմ, որ նաեւ որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանից ավելի շուտ է հռչակել իր անկախությունը, Ադրբեջանից էլ, Հայաստանից էլ, բոլորից էլ եւ հիմա մենք պետք է ձգտենք, համոզենք մեր եղբայրներին եւ քույրերին, որ ապագայում վերամիավորվեն Հայաստանի հետ։ Հաջորդ հարցը ժառանգության հետ այսպես ասած ապահարզանից եւ ընտրություններից հետո Ռաֆի Հովհաննիսյանի հաղթանակը ձեզ չի մտահոգել։ Ավելի կոնկրետ չեք փոշմանել, որ փչացրել եք հարաբերությունները այն ուժի հետ, որի հետ դաշինք կազմած մտակ խորհրդարան։ Առաջինը ինչպես կարող է մտահոգել ընդդիմադիր գործչի փայլուն արդյունքը ընտրությունների ընթացքում։ Դա շատ ողջունելի է, մանավանդ որ մեր կուսակցությունը կոչ էր արել բոլոր համախոհներին քվեարկել ռեժիմին դեմ ցանկացած ընդդիմադիր տեխնացուի, լինի դա Հրանտ Բագրատյանը, Ռաֆի Հովհաննիսյանը, թե նույնիսկ Պարույր Հայրիկյանը, մենք չենք խզել հարաբերությունները, կան խնդիրներ, այո, այլևս մեկ, բայց սա կարծում եմ շատ է խոսվում Հայաստանի պատմության ընթացքում բազմաթիվ դաշինքներ են ձևավորվել, լուծարվել, նորից միավորվել, կյանքը այնպիսի բան է մանավանդ քաղաքականությունը, որ դինամիկ զարգացում կա եւ հասկանալի է, շատ է խոսվել, բայց շատ է խոսվում նրա համար, որ նախ սկզբնական հայտարարությունները սա մեկանգամյա պրոյեկտ չի, սա երկարատև հեռահար նպատակներ ունեցող, հետո շատ արագ այդ ամեն ինչը փլուզվեց, հետո փլուզումից այդ ձեր ընդհանուր ջանքերը տվեց ընդամենը 5%-անոց արդյոք խորհրդարանում, հետո այդ ձեր այսպես ասած ապահարզանից հետո Ռաֆի Հովհաննիսյանը 37% է հավաքում, բնականաբար անդադ այդ բանը դրա համար չի կապի այդ ապահարզանը ձայների այդպիսի կտրուկաճով, բայց այնուամենայնիվ իրոք դա երկարաժամկետ ծրագիր էր նախաձեռնել, որովհետև ես հիմա էլ համոզված եմ, որ այսօր ընդդիմադիր դաշտը մեծ սխալ է անում մասնակցելով ընտրություններին առանձին ֆորմատով։ Սա պետք է դիտարկել որպես ընտրությունների այսօր արդեն հայտարարել եք դուք այդ մասին, նաև ձեր չմասնակցության, դրա համար չուզեցիք անդառնել։ Մեր ժամանակը սպառվել է, բայց մեկ հարց էլ կհասցնենք։ Ձեր կարծիքով ճիշտ չէ լինի, որ Ռաֆի Հովհաննիսյանն ի սկզբանե պահանջեր այնպիսի պաշտոն, որով կարող էր հենց ինքը արդարություն հաստատել երկրում, օրինակ ՍԴ նախագահ կամ արդարադատության նախարար, կգործեր իշխանություններից բոլորովին անկախ եւ ժողովուրդն էլ դա կզգար եւ կգնահատեր։
Դժվար է Ռաֆի Հովհաննիսյանի անունից նման բան։ Ես նախընտրում եմ ինստիտուցիոնալ լուծում, որը անկախ անձերից հնարավորություն տա ապագայում ընդդիմության դիրքերը ամրապնդել, իրավական հիմքեր տալ դրան եւ երաշխավորել, որ հաջորդ ընտրությունները գոնե նորմալ կլինեն։ Շնորհակալ եմ, սպառվեց մեր ժամանակը, շնորհակալություն։ Սա երկրի հարցը ծրագիրն էր, ես այսօր զրուցում էի Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար, հիմա ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ։ Լավ մնացեք։